Նկատած կլինեք, որ կալուգացի օլիգարխը եւ իր թիմակիցները վերջին օրերին ինչ որ 300,000 ադրբեջանցու թեմա են տանում։ Ինչի մասն է խոսքը, իրական ոչ մի բանի, չկա այդպիսի թեմա, չի եղել երբևէ, չի լինելու եւ երբևէ չի լինելու նման բան։ Փուչիկի մասին է խոսակցությունը։ Բայց ինչի են նրանք հորինել այս հեքիաթը եւ հերոսաբար պայքարում դրա դեմ, որտեղ այլ ասելիք չունեն։ Եվ չեն կարող օրինակ սահմանի զոհերի վրա քաղաքական դիվիդենդներ հավաքել եւ նրանց արյունը դարձնել քաղաքական կապիտալ, որտեղ սահմանին զոհեր չկան, 2 տարուց ավել, 2 տարի 2 ամիս մոտ սահմանին զոհ չկա։ Նրանք չեն կարող ասել, որ մենք շարունակում ենք մնալ շրջափակման մեջ, որովհետեւ Ադրբեջանի տարածքով երկաթգծով ապրանքներ ենք ներմուծում Հայաստան։ Ինչ ասեն ուրիշ այդ մարդիկ։ Ստիպված sense հեքիաթներ պետք է հորինեն, չգիտեմ, իրանց իսրայելցի գեներալն նախորդ տվել, թե Կալուգա քաղաքի հարկայինի պետին տեղակալը, թե սեքսի նախարարը, այդ արդեն չգիտեմ։ Բայց մենք իրականում մարդիկ բերել ենք Հայաստան։ Ուզում եմ բոլորը սա հստակ իմանան։ Մենք 2025 թվականին առաջին անգամ համապատասխան վիճակագրության վարման շրջանում ապահովել ենք ներգաղթ եւ 2025 թվականին 8000 հոգի ավել է մտել Հայաստան, Հայաստանի քաղաքացիների մասն է միայն խոսքը, քան դուրս է եկել։ Իսկ իրենց տարիներին գիտեք ինչ ա եղել։ Օրինակ գիտեք ինչ ա եղել, երբ որ կալուգացի օլիգարխի հարազատ եղբայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, հետո դրանից առաջ ՀԿ խմբակցության ղեկավարը, հետո էլ երկար տարիներ ՀԿ պատգամավոր։ Այդ տարիներին 300,000 հայ է դուրս եկել Հայաստանից։ Այ իրենց իշխանության օրոք 300,000 մարդ դուրս է եկել Հայաստանից եւ արտագաղթել է։ Իսկ մենք ապահովել ենք ներգաղթ։ Ընդ որում մենք նույնիսկ ներգաղթ ենք ապահովել կալուգացի օլիգարխի համար, որտեղ եթե մեր իրավապահ համակարգը եւ դատաիրավական համակարգը չլիներ, ինքը հիմա հետ էր գնացել իր հարազատ Կալուգա։